Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի նախագահություն, հարգելի պատգամավորներ, հարգելի քաղաքացիներ, լրագրողներ, ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Միջնորդագիրը պաշտոնապես ուղարկված է ազգային ժողով եւ հրապարակված է ազգային ժողովի պաշտոնական կայքում։ Քրեական վարույթի համաձայն հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հոր Աշոտիկ Կամովոսյանի խնդրանքով 2023 թվականի օգոստոսի 8-ին դիմել է իր մտերիմ Սլավիկ Պողոսյանին, որպեսզի նա իր հերթին դիմի պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչին 200-ից 300,000 դոլար գումարի դիմաց, օգտագործելու ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, վերջինների կողմից իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով Աշոտիկ Կամովոսյանի օգտին ապօրինի գործողություններ կատարելու, այն է առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար։ Ստացված տվյալների համաձայն օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Աշոտիկ Կամովոսյանը եւ Սլավիկ Պողոսյանը նույն օրը մեկնել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Սլավիկ Պողոսյանը հանդիպում եւ քննարկում է ունեցել օրենսդիր իշխանության ներկայացուցչի հետ, ով ընդունել է վերոնշյալ առաջարկը։ Քրեական վարույթով ստացված փաստական տվյալների հաշվառմամբ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ներկայացրել է առևույթ հանցանքի մասին հաղորդում, որի հիման վրա 23 թվականի դեկտեմբերի 7-ին հակակոռուպցիոն կոմիտեում քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 46 439 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 436 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 437 հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 2024 թվականի նոյեմբերի 27-ին հակակոռուպցիոն կոմիտեում ստացվել է քննչական կոմիտեում քննվող մեկ այլ քրեական վարույթն իրականացնող քննիչի հաղորդումը, որով փաստվել է, որ քրեական վարույթի ընթացքում իրականացված թվային խոզարկության ժամանակ հայտնաբերվել են տեսաձայնագրություններ, որոնց ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արամ անունով քաղաքացին 2024 թվականի հունվարի 20-ին դիմել է Հայկ Նազարյանին հայտնելով, որ 2021 թվականին մաս ընդհանուր 23,000 դոլար եւ 300,000 դրամ է տվել պաշտոնատար անձ հանդիսացող Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության ներկայացուցչին իր օգտին գործողություններ կատարելու։ Այն է, իրավասու պետական մարմինների կողմից վթարային վիճակում գտնվող դպրոցը քանդելու թույլտվություն ստանալու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոց կառուցելու, իսկ մյուս մասի վրա պաշտոնատար անձ հանդիսացող օրենսդիր իշխանության ներկայացուցչի օգնությամբ բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Հաղորդման հիման վրա նույն օրը հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 436 հոդվածի առաջին մասով։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին երկու վարույթները միացվել են։ Քրեական վարույթի ուսումնասիրությամբ պարզվել են, որ ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հարուցել հանրային քրեական հետապնդում։ Ոստի քրեական դատավարության օրենսգրքի 38 հոդվածի առաջին մասի 14-րդ կետի պահպանմամբ 2025 թվականի մարտի 7-ին հսկող դատախազի կողմից ներկայացվել է առաջարկություն քրեական հետապնդման անձեռնմխելիությունից օգտվող Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ հանդես գալու։ Ներկայացնեմ որոշակի տվյալներ քրեական վարույթից, ապացույցները թվարկված են ձեզ ներկայացված միջնորդագրի մեջ, կանդրադառնանք արդեն հարց ու պատասխանի շրջանակներում։ Այսպես ապօրինի վարձատրության դիմաց պաշտոնատար անձի նկատմամբ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու դրվագով պարզվել է, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության Արմավիրի մարզի հաշվառման քննական բաժնի ավագ տեսուչ Սլավիկ Կարապետյանը իր կնոջ հորը ներողություն Աշոտիկ Կամովոսյանին ծանոթացրել է իր ընկեր Սլավիկ Պողոսյանի հետ
Նրա մտերիմ ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի օգնությամբ գործող իրավակարգավորումների, կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 21 թվականի հունվարի 26-ի հրամանով նախատեսված կարգերի շրջանցմամբ առանց համապատասխան փաստաթղթերի եւ առանց կենդանիներին կարանտինացնելու 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը գումարի դիմաց կազմակերպելու համար։ Այդ նպատակով Աշոտիկ Կամավոսյանը 23 թվականի օգոստոսի 8-ին Սլավիկ Պողոսյանի հետ մեկնել է Գեղարքունիքի մարզ Սևան քաղաք, Հովիկ Աղազարյանին հանդիպելու նպատակով։ Աղազարյանի հետ առանձնազրույցի ընթացքում Սլավիկ Պողոսյանը Աշոտիկ Կամավոսյանի անունից առաջարկել է $200-ից $300,000, 150-ից 200,000 գլուխ գյուղատնտեսական կենդանիների արտահանման գործընթացը կազմակերպելու համար։ Իր հերթին Աղազարյանը պատրաստակամություն է հայտնել մտածել առաջարկի շուրջ եւ գործընթացն իրագործելու նպատակով պաշտոնատար անձանց հետ ձեռք բերել պայմանավորվածություններ։ Հաջորդ օրը 2023 թվականի օգոստոսի 9-ին Հովիկ Աղազարյանը զանգահարել է Սլավիկ Պողոսյանին եւ առաջարկել հանդիպել ազգային ժողովի վարչական շենքի մոտ։ Համաձայնելով առաջարկին Սլավիկ Պողոսյանը նշված վայրում միայնակ հանդիպել է Հովիկ Աղազարյանին, որի ընթացքում Աղազարյանը հայտնել է, որ գործընթացն իրագործելու նպատակով արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, սակայն չի հստակեցրել թե ում հետ, որից հետո գործընթացը սկսելու համար պահանջել է $100,000, նշելով, որ գումարի մյուս մասը 100,000-ը կպահանջի հետագայում գործարքի մեկնարկից հետո։ Ընդ որում Աղազարյանը հայտնել է, որ նշված գումարի դիմաց կարող են արտահանել անսահմանափակ քանակի կենդանիներ։ Հովիկ Աղազարյանի առաջարկը Սլավիկ Պողոսյանը փոխանցել է Աշոտիկ Կամավոսյանին, ով համաձայնվել է առաջարկված պայմաններին։ Հաջորդ օրը 23 թվականի օգոստոսի 10-ին պայմանավորվածության համաձայն Սլավիկ Պողոսյանը եւ Աշոտիկ Կամավոսյանը ազգային ժողովի վարչական շենքի մոտ հանդիպել են Աղազարյանին, որից հետո Աշոտիկ Կամավոսյանը տեղեկացրել է, որ կարողացել են հավաքել $20,000, ուստի առաջարկել է այն փոխանցել Աղազարյանին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբականակի արտահանման ժամանակ։ Աղազարյանը սակայն առաջարկից հրաժարվել է, վրդովել եւ նշել, որ դա իրենց նախնական պայմանավորվածությամբ որոշված գումարի չափը չէ, իսկ ինքն արդեն պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ եւ հրաժարվել է $20,000 գումարը վերցնել։ Այսպիսով պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ազգային ժողովի падգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն։ Երկրորդ վարույթով, որի մասին նշեցի եւ ստացվել էր քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունից, հետեւյալի մասին է։ Էկոսիթի ընկերության հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանը ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասի Էստոնական փողոցի 8 հասցեում գտնվող Հենրի Մորգենթաուի անվան թիվ 136 հիմնական դպրոց ՊՕԱԿ-ի վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու եւ այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցին նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը պետության կողմից Էկոսիթի ընկերությանը անհատույց տրամադրելու եւ դրա վրա բազմաբնակարան շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար։ Այդ գործընթացը կազմակերպելու նպատակով Արամ Մկրտչյանը 2021 թվականին մաս ընդհանուր $23,000 եւ $300,000 դրամ է տվել ազգային ժողովի падգամավոր Հովիկ Աղազարյանին։ Ստանալով գումարը Աղազարյանը ձեռնամուխ է եղել նշված գործընթացի կազմակերպմանը։ Այդ նպատակով Աղազարյանը 23 թվականի հունիսի 7-ին Քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է Էկոսիթի ընկերության հիմնադիր նախագահ Արամ Մկրտչյանի կողմից իրեն ներկայացված առաջարկը, ինչին ի պատասխան գրությամբ ներկայացվել են դպրոցի շենքի տեխնիկական վիճակի եզրակացության բազմաբնակարան բնակելի շենքի եւ նոր դպրոցի կառուցման էսքիզային նախագծի վերաբերյալ գերատեսչության դիտարկումները։ Չնայած խոստմանը, Հովիկ Աղազարյանը չի կարողացել կազմակերպել իրավասու պետական մարմիններից համապատասխան թույլտվություններ ստանալու գործընթացը, միաժամանակ չի վերադարձրել Արամ Մկրտչյանի կողմից տրված գումարը։ Դրանից հետո Արամ Մկրտչյանը իր քրոջ ընկերուհու միջոցով ծանոթացել է Հայկ Նազարյանի հետ եւ նրան խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հովիկ Աղազարյանը վերադարձնի նշված գումարը, անարդյունք։
Հովիկ Աղազարյանը լինելով ազգային ժողովի падգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, հանդիսանալով պաշտոնատար անձ, Հայաստանի Հանրապետության ազգային ժողով կանոնակարգ Սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետի համաձայն, իրավունք ունենալով հարցումներով եւ առաջարկներով դիմել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, կաշառք տվողի օգտին իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու դիմաց պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից, պետք է արձանագրել, որ առկա են փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Ուստի, հիմք ընդունելով ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Սահմանադրության 96-րդ հոդվածով ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նշեմ նաև, որ մյուս անձանց վերաբերյալ քրեական վարույթի մասը անջատվել է արդեն եւ ազգային ժողովի նիստից հետո վարույթն ամբողջությամբ կուղարկվի դատարան։ Շնորհակալություն, այսքանը։